մեկ տակը անհասկացող լիքը կոմենտներ գրողներ կա, ասում է գնացեք սահման պահեք։ Այդ չգիտեն այ ոչխարներ, որ մենք սահման ենք պահում, դուք ուր եկել եք вообще ընդհանրապես։ Ակերը գրում են։ Հիմա որ ես խորանամ շատ բան կխորանամ։ Իմ աղբորս տղան որ կրվե զոհվելա 4 տարի, մեկն ու մեկը եկելա մեր դուրը ծեծելա, ասելա զոհված է, երեխա ունենք ձեզի ուտենք։ Կատես բա։ Մենակ մի մարդ է եկել որ օգտել է, ես լավ գիտեմ այդ մարդով է։ Լծված ենք հա շատ բաներ կա խոսալու, բայց դե ի վերջո այլ արդեն չեն կարող, պետք է դուրս են գալու այս ամեն ինչից։ Իրանք իրենց քաղաքական հարցերը թող լուծեն, ժողովուրդին թող աշխատողները բացեն, աշխատեն, իրանք իրենց քաղաքական հարցերը թող լուծեն, ժողովուրդը ինչ մեղ։ Այն մարդ ուզում են ստուգեն, թող բացեն գան ստուգեն։ Թող աշխատեն, գան ստուգեն։ Օրինական աշխատում ենք ամեն ձևի, ամեն ինչի պահանջներով ներկայացրած։ Մեր խնդրանքն մեծ միակ պատասխան կա։ Խախտում են գտնելու, թողան ասեն, մեր սենսը ձերն է, ձեզ խախտում արել եք փակում։ Սերժ Սարգսյանի ժամանակ է, պարոն Ծառուկյանն Սերժ Սարգսյանը ոչ մի անգամ աշխատավոր դասակարգի աշխատատեղերը չի փակել։ Այս առաջի դեպքն է 23 տարի այստեղ աշխատում է։ Առաջի դեպքն է։ Միշտ էլ եղել է։ Մենակ միակ մարդը պարոն Փաշինյանը, որ մենք եթե բաչում է, բայց մեր միակ եկամուտի տեղը աշխատավայրը փակել է, մենք մնացել ենք գործազուրկ։ Երբ կնես, ինչ կնես սրա վիճակը։ Պարոն Ծառուկյան, խնդրում եմ, հնարավորություն տուր գործարանը բացես, մենք աշխատենք։ Վարկեր ունեն մարդիկ, պարտքեր ունեն, կոմունալը, ուսանողը, ամեն մեկը հարցով տուժվում է։ Իսեր աստու, վերանայեք ձեր այդ բանի, մեր խնդրանքին ու գործարանը բացեք։ Ժամը պահել ենք սպասում։ Անախորժ բաներ անենք, պետք է գան հավաքեն Սաղստան։ Թող հավաքեն տանը դե։ Հետ է։ Արդեն իսկականից։ Բայց մենք էլ չենք ուզում, ախպեր, ցուցաբել օրենքի սահմաններում լինի։ Եթե մենք դրա համար տրամադրված լինենք, գմի շատ բան ենք արել։ Բայց չի ասում ենք թող օրենքի սահմանում չի լինի։ Թող մեր հարցին պատասխան տան, մեր պահանջին պատասխան տան, խնդրանքով կլինի, ոնց ուզում են ընդունել։ Հիմա սաղ հաճելի է, սարևին է, շոքին կանգնած ենք, ես չգիտեմ ինչ-որ Մեր զավոդը լավ էլ հոգտեր մի սպասում ենք, մի գործով ասում անենք մեզ էլ հաճելի չի էլի ամեն օր գանք ճիշտն ասած մենք էլ ենք ուզում բնական հունով սկսենք աշխատել այդքան գործի տուն ինչքան գանք սաղորը ստեղ, ինչքան Մենք 3 մեծաթիվ ոստիկանական ուժեր էին, եկել ճիշտ ասած չհասկացանք ինչի համար, դրա համար դիմեցինք հարցնենք տենանք ինչ նախնդիրը որ այսքան մեծ թվով ոստիկաններ եք բեկե ոստեղ ոչ հանցագործներ են, ոչ էլ ինչ-որ հանցագործություն արած պարտիկ են, բոլորն էլ ընտանիքի մարդիկ, աշխատող, արարող, ստեղծող Այսօր հա, տենց ուժեր չկան, բայց սպասենք պարոն Սարգսյանը երևի ինչ-որ մեկը կգա մեզ մի պատասխան կտա Մեզի չեն թողում մենք իար այդ օրենքի ինչ-որ մեկի մոտիկանան մեր արդյոք դուք եք մենակ, մեր հետ դուք էլ եք ենք եկել ապել Գոնե դուք միտեղ հասցրեք, ասեք ողբեր, մենք էլ մենք եկենք մեր հիմնական աշխատանքին Ես ժողովուրդն էլ էթան աշխատանքին, համ դուք պրտեք, համ մենք Մեզի տերն եք անօրինական է, որ մենք էթան ոչ մենք մեզի չի գալի պատասխանը Գոնե դուք մեկին մի հատ իրավասու մարմինների մեկան հասցրեք, ասեք աղբեր, ես հարցին մի հատ պատասխան տվեք, լուծում կտակ, լուծում չկա, մի հատ պատասխան տվեք
Համ դուք ետաք ձեր աշխատանքին, համ էլ մենք իմանանք ինչ ենք անում։ Հետո ասում են ոստիկանությունը Հայաստանի բնակչության պաշտպանն է, հարցերի լուծողն է, դե մի բան արեք։ Մենք չենք կարող ոչ վարչապետի մոտիկանանք, ոչ քննչականի պետի մոտիկանանք, ոչ մարզպետի, ոչ մեկի ցույց չեք տալու։ Ոնե դուք հասցրեք այդ բաները դեր։ Դուք գնացեք հասցրեք այդ բաները։ Ես եմ հասցրել, դրանց երկու